Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Քրիստինա Քվինին քաղաքական ուղերձով հանդես գալու համար։ Իր ելույթում դեսպան Քվինը ներկայացրել է երկկողմ տնտեսական համագործակցությանն ու ինստիտուցիոնալ զարգացմանը խթանող ռազմավարական ուղղություններն ու առաջնահերթությունները։ Դեսպան Քվինը իր ուղերձում կարևորել է ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջև տնտեսական կապերի ամրապնդումն ու Սպիտակ տանը օգոստոսի 8-ին կայացած խաղաղության գագաթնաժողովի արդյունքում արձանագրված առաջընթացը։ Նա ընդգծել է մասնավոր հատվածի դերը Հայաստանի տնտեսական արդիականացման մեջ եւ ներկայացրել է համագործակցության հնարավորությունները ամերիկյան բիզնես համայնքի հետ։ Միջոցառմանը մասնակցել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը, Հայաստանի Հանրապետության կառավարության եւ ազգային ժողովի ներկայացուցիչներ, դիվանագիտական ու միջազգային կազմակերպությունների պատվիրակներ։ Պաշտոնական ելույթին հաջորդել է հարց ու պատասխանի փուլը։ Ներկայացված հարցերը վերաբերում էին ներդրումների խթանմանը, երկկողմ տնտեսական եւ առևտրային հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաեւ ոլորտային նախատեսվող համագործակցությանը։ Ըստ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի տվյալների 2025 թվականի հոկտեմբերի դրությամբ վարկային կազմակերպությունների ակտիվները կազմել են 856 միլիոն 524 հազար դրամ։ 2024 թվականի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 15%-ով։ Պարտավորությունները կազմել են 409 միլիոն 550 հազար դրամ։ 2024 թվականի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 18.4%-ով։ Հաշվեկշռային ընդհանուր կապիտալը կազմել է 446 միլիոն 974 հազար դրամ։ 2024 թվականի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 12.1%-ով։ Ընթացիկ ժամանակաշրջանի չբաշխված շահույթը կազմել է 44 միլիոն 717 հազար դրամ։ 2024 թվականի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 139%-ով։ Նախորդ ժամանակաշրջանի չբաշխված շահույթը կազմել է 112 միլիոն 218 հազար դրամ։ 2024 թվականի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 4.6%-ով։ Արդարադատության նախարարությունն առաջարկում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման կողմից մատուցվող մի շարք ծառայությունների դրույքաչափերի փոփոխություն իրականացնել։ Ահա դրանցից մի քանիսը։ Պետական տուրքի մասին օրենքում կատարվող փոփոխություններով նախատեսվում է բարձրացնել ամուսնալուծության գրանցման ժամկետը լրացուցիչ վճարի դիմաց կրճատելու ծառայության դիմաց սահմանված տուրքը, նպատակ ունենալով խթանել ընտանիքի պահպանումը։ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին օրենքի կարգավորում համաձայն 18 տարին լրացած անձն իրավունք ունի փոխելու անունը, որը ներառում է անունը, ազգանունը, հայրանունը։ Անվան փոփոխման գրանցումը թույլատրվում է առանց այն հիմնավորող պատճառների։ Ներկա պահին գործող կարգավորման պարագայում բազմաթիվ են դեպքերը, երբ անձը կրկնակի դիմում է ներկայացնում փոխելու իր տվյալը։ Կարճ ժամանակ անց վերադառնալով նախկին տվյալին կամ անվան փոխման դիմում է ներկայացնում իր տվյալում փոխելով ընդամենը 1 տարր։ Առաջարկվում է բարձրացնել անվան փոխման համար սահմանված պետտուրքի դրույքաչափը։